Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյան ֆեյսբուքյան էջում հրապարակված նրա ընտանիքի հայտարարության մեջ։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել։ Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ոչ Ռուբենը, ոչ էլ մեր տեղեկություններով մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով, ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն դեռ չեն ստացել։ Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մասնավորապես ասված է Վարդանյան ընտանիքի հայտարարության մեջ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները մտավախություն ունեն, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցնել։ Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիո ձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք այն կհասնի հասցեատիրոջը, ասված է հայտարարության մեջ։